Դեկտեմբերի 9-ին քրիստոնեական եկեղեցին նշում էր Սուրբ Աստվածածնի մոր Արդար Աննայի հղիության տոնը։ Այս առիթով ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ եւ Արագածոտնի, Շիրակի, Տավուշի թեմական քահանաների նախաձեռնությամբ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ պատարագ։ Պատարագիչն էր Արագածոտնի թեմի հոգևոր սպասավոր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը։ Սրբազան արարողությանը ներկա էին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու փոխտեսուչ Տեր Պողոս Վարդապետ Վարդանյանը, Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Տեր Շնորհք Աբեղա Պալոյանը, Մայրաթորի միաբաններ Ղազարավանի Սուրբ Նարեկացի վանքի միանձնուհիները։ Արագածոտնի թեմի նախաձեռնությամբ եղավ հիմնականում այս պատարակները եւ մեր բանտարկված հայրերի, սրբազան հայրերի եւ նաեւ Բաքվում պահվող մեր գերիների համար է։ Աստծուն աղոթում եւ խնդրում ենք, որպեսզի Տերը իր ողորմությամբ մի բան փոխի մեր կյանքում, որովհետեւ այս ծանր օրերը, որ եկեղեցին ապրում է, իրապես պիտի լինի մեր, ձեր, ամենքի աղոթներով պիտի լինի փոփոխության օրեր։ Եվ մանավանդ, որ Սուրբ եւ անմահ պատարակները բանալին են երկինքը տեսնելու, արքայությունը տեսնելու։ Ուշ երեկոյան մատուցվող Սուրբ Պատարագը Երևանի Մայր եկեղեցու կամարների տակ էր համախմբել հեռավոր մարզերից եկած մեծ թվով հոգևորականների եւ հավատացյալների։ Անտեսելով եղանակային վատ պայմաններն ու երկար ճանապարհը, մարդիկ եկել էին Տիրոջ կանչով նվիրական այս օրը մասնակցելու միասնական պատարագին, խնդրելու Տիրամոր, Սուրբ Աննայի, Սուրբ Գրիգոր Լուսավորչի եւ մյուս սրբերի բարեխոսությունն այս խառն օրերում։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը մեզ ասեց, որ այն մարդը, որ լսում է իմ պատվիրանները եւ պահում է, նման այն մարդուն, ում նմանեցնեմ նրան, ով որ իր տունը կառուցում է ժայռի վրա։ Մենք պետք է մեր կյանքը եւ մեր տունը կառուցենք Քրիստոս ժայռի վրա։ Այ երբ որ մենք այդ Քրիստոս ժայռի վրա ամուր մնանք, այս փոթորիկները կգան, ինչ որ լվանալու է, կլվանան, կսրբեն, կտանեն եւ մենք համուր հաստատուն կմնանք։ Սուրբ Պատարագի ընթացքում հավատացյալներին իր պատգամն ուղղեց Տեր Պողոս Վարդապետ Վարդանյանը, հորդորեց աներեր մնալ հավատքի մեջ եւ հավատարիմ դարերով եկած մեր եկեղեցուն եւ նրա նվիրապետությանն ու վարդապետությանը։ Փրկչի ճանապարհն սկսվեց ոչ թե Բեթլեհեմի մսուրից, այլ շատ ավելի վաղ, մի ծերացած, բայց արդար կնոջ սրտի տակ Սուրբ Աննայի հղիությամբ։ Իր քարոզն այսպես սկսեց պատարագիչ քահանան. Տիրամոր բարեպաշտ ծնողների աղաչանքները լսելի եղան Աստծուն։ Հովակիմն ու Աննան իրենց թախանձագին խնդրանքներին ի պատասխան զավակ ունեցան, որն իր անսահման լույսով փրկության դուռ պիտի բացեր մարդկության համար։ Տեր Մանուկը հիշեցրեց, որ այս օրինակով Աստված ցույց տվեց. այն, ինչ մեզ համար ուշացում է, Տիրոջ համար նախապատրաստություն է։ Տերը լուր հետևում է մեզ։ Եվ եթե այսօր մեր մեջ կա սրտացավ սպասում, խաղաղության, բժշկության, արդարության հաստատման կամ զավակ ունենալու, թող Սուրբ Աննայի հավատքը դառնա մեր ուժը, նրա համբերությունը ամենքիս ճանապարհը։ Սուրբ Պատարագի Տեր ողորմյա երգեցողության ժամանակ հոգևորականներն ու ներկա հավատացյալները առանձնական աղոթք բարձրացրեցին ապօրինաբար ազատազրկվածների, ինչպես նաև հայրենի երկրի խաղաղ եւ բարոր կյանքի համար։ Լիաննա Չիչակյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։